Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին թխում ենք շատ նրբահամ թխվածք կարակում, որի բաղադրատոմսը շատերդ կարող եք գտնել ձեր մայրիկների եւ տատիկների խոհանոցային տետրերում, քանի որ բաղադրատոմսը բավականին հին է։ Կարակում թխվածքը այն անկրկնելի անուշեղեններից է, որը միավորում է դասական բաղադրիչներն ու նրբահամ համերը։ Փխրուն խմորի շերտը համադրվում է քնքուշ բեզեի, խրթխրթան ընկույզի եւ ծիրանի ջեմի հետ, ստեղծելով յուրահատուկ համային համադրություն։ Ամեն կտորը հալչում է բերանում, թողնելով հաճելի հետհամ։ Նախ առանձնացնում ենք 4 ծվի սպիտակուցները եւ դեղնուցները։ Դեղնուցները հարում ենք 1 բաժակ շաքարավազի հետ այնքան, մինչև ծավալը կրկնակի մեծանա։ Լավ հարելուց հետո ավելացնում ենք 300 գրամ հալեցրած կարակ։ Սիրելիներս, կարակի փոխարեն կարող եք վերցնել նույնչափ մարգարին, սակայն կարակով պատրաստված խմորի շերտը ստացվում է ավելի փխրուն եւ համեղ։ Թաց բաղադրիչների վրա ավելացնում ենք 1 լիտր թեյի գթալ սոդա եւ 1 ճաշի գթալ 5%-անոց խնձորի քացախ։ Քանի որ խմորը պատրաստելիս չենք օգտագործում մածուն, թթվասեր կամ կաթ, այդ պատճառով քացախը պարտադիր բաղադրիչ է։ Քացախը այրում է սոդան եւ այդպես թխված խմորի շերտից սոդայի արտահայտիչ հոտ չի գալիս։ Ավելացնում ենք 3.5 բաժակ բարձր տեսակի այլուր, պետք է ստանանք ձեռքերին չկպչող փափուկ խմոր։ Այս խմորը երկար հունցելու կարիք չի զգում, այն պետք է պարզապես ձեռքերով հավաքենք։ Կարակում թխվածքի խմորը ստացվում է փշրվող, չանհանգստանաք, այդպես էլ պետք է լինի։ Ստացված խմորը բաժանում ենք 2 գնդերի, փոքր գունդը պետք է լինի մեր պատրաստած խմորի 1/4 մասը։ Փոքր գունդը 5 րոպե դնում ենք սառցախցիկ, որպեսզի սառչի եւ դրա հետ հեշտ լինի աշխատել, այդ ընթացքում պատրաստում ենք բեզե։ 4 ծվի սպիտակուցների վրա ավելացնում ենք 1 պտղունց վանիլին, հարում ենք այնքան, մինչև ծավալը մեծանա մոտ 3 անգամ։ Եթե ձեռքի տակ վանիլային շաքարավազ է, կարող եք ավելացնել 1 լիտր թեյի գթալ։ Անընդհատ հարելով քիչ-քիչ ավելացնում ենք 1 բաժակ շաքարավազ։ Այս թխվածքը իդեալական ընտրություն է թե ընտանեկան ջերմ միջավայրում վայելելու, թե հյուրասիրության համար։ Այն թխելու համար ձեզանից կպահանջվի մոտ 1 ժամ։ Բեզեն արդեն պատրաստ է, մարացնում ենք 2 բաժակ ընկույզ եւ ավելացնում ենք բեզեի վրա։ Սիրելիներս, կարող եք ընկույզը բեզեի հետ չխառնել եւ լցնել ջեմի շերտը քսելուց հետո։ Ես նախընտրում եմ առաջին տարբերակը։ Ընկույզը շատ չենք մարացնում, այնպես որ կտորները պարտադիր ատամի տակ զգացվեն։ Սիրելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համեղ եւ հետաքրքիր բաղադրատոմսերը։ Խմորը եւ բեզեն պատրաստ են, մնում է միայն հավաքենք թխվածքը։ Յուղաթղթի վրա դնում ենք խմորի մեծ գունդը եւ ձեռքով այսպես համաչափ տարածում ենք։ Իդեպ այս խմորի հետ շատ հեշտ է աշխատել, ոչ մի բարդ բան չկա։ Ավելացնում ենք 150 գրամ ծիրանի ջեմ եւ այսպես համաչափ տարածում ենք։ Եթե ձեռքի տակ ծիրանի ջեմ չկա, կարող եք վերցնել ցանկացած մրգի ջեմ, ոչ մի տարբերություն։ Ջեմը քսելուց հետո համաչափ տարածում ենք բեզեն։ Ստացվում է բավականին մեծ թխվածք, տապակի չափը 30-40 սանտիմետր է։ Սառցախցիկից հանում ենք խմորի փոքր գունդը եւ քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում անմիջապես բեզեի շերտի վրա։ Պետք է թխենք նախապես 180 աճանտակացված ջեռոցում մոտ 30-ից 35 րոպե, կախված ջեռոցի հզորությունից։ Ստանում ենք այսպիսի գեղեցկություն, երբ երեսը համաչափ եւ գեղեցիկ կարմրում է, հանում ենք ջեռոցից եւ վրանց հանում ենք շաքարի փոշի։ Թողնում ենք կարակում թխվածքը հանգստանա մոտ 1 ժամ, այնուհետև վայելում ենք 1 գավաթ սուրճի կամ թեյի հետ միասին։ Այս բաղադրատոմսով ստացվում է աննկարագրելի համեղ, բերանում հալչող, նրբահամ կարակում թխվածք, որից հրաժարվելը անհնար է։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ այսպիսի հրաշալի խմորեղենի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ եւ եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։